Լվացվում եմ նոր վլոգը սկսենք։ Սպասի մի հատ հագնվեմ նոր, ասել էի նկարի առավոտից, որ օրս նկարենք, բայց սենց չէ, միանգամից։ Հեսա արագ հագնվեմ ու այսօր օրս սկսելու ու վերջացնելու եմ ձեր հետ։ Առավոտյան ժամը 11:30 է, օրս սկսում եմ եղունգներիցս, հիմա եղունգներս այս վիճակում է։ Գնանք փոխենք, let's go։ Կնատ կից պոյցի դակինա, արի, աչի, այնստեղ, արի։ Ապրես, հա գլխարկս էլ դիր կնա։ Սիրում եմ քայլել, դրա համար ոտքով եմ գնում եղունգներս սարքելու, զբոսնելով ու հիմնականում երգ լսելով։ Եղունգներս։ Ես արդեն հասա տուն, այսօր հիմնականում տենց առօրյա գործեր ա լինելու, չիլոտ օր ա լինելու։ Նա։ Այս ինչ է։ Տանենք զիբիլը թափեմ, դա դուրս արի, դուրս արի։ Բայց ես, ասենք պետք է ես տանեմ զիբիլը թափեմ։ Դու չէիր կարող տաներ թափեր։ Ամեն օր ես եմ զիբիլը տանում, դու ես չեմ հասկանում, այս զիբիլ թափողը ես եմ։ Մի անգամ չեմ տեսել աղբերս տանի զիբիլը թափի, միշտ ես եմ տանում զիբիլը թափել։ Բան է ես որ նկարում Մարոժնի կարնեմ քեզ։ Մարոժնի կարնես։ Հա։ Արագ թափենք հիմա։ Հա, հիմա թափենք առնեմ։ Զիբիլը թափում։ Չնգնի ձեզ։ Մարոժնի եմ ուտելու, մարոժնի եմ ուտելու, մարոժնի եմ ուտելու։ Ան, բայց քեզ խափել եմ, չեմ առնելու։ Ոնց խափել եմ։ Ես տենց էլ գիտեի, թե դու երբ ես ինձ բան առել, որ հիմա էլ առնես։ Ինչ ես տխրել, լավ, հո 2 տարեկան երեխա չես։ Գնա, հա, ես եմ մտածեցի, մի օգուտ կա, հավայ էլի տարազիբիլներս Մանուկ, նա, Ան։ Գոհես Աննա։ Ան, սենյակիս ու բորկեն կանես, էլի կարնեմ առոշնի քեզ։ Կարնես, անեմ։ Հեսա մի քանի կոմենտներ իրար հետ պատասխանենք, օրինակ վերջի վիդեոից YouTube-ի, նենց պուպուշ կոմենտներ ա մեկ-մեկ լինում, օրս լուրով լծվում ա, որ կարդում եմ, անկեղծ եմ ասում, բոց կոմենտներն ա շատ լինում, ուղղակի դրանք հիմա չեմ գտնի, նոր կոմենտներն եմ նայում, Տաթևն ա գրել, Աննա Մուլաս, քո վիդեոները այնքան լավն են, որ եթե տխուր եմ լինում, քո վիդեոները նայում եմ ու միանգամից ուրախանում, Տաթևին լայքում ենք ու պատասխանում ենք։ Տաթև, շնորհակալ եմ շատ, լիքը սրտիկներ եմ, ուրախ եմ շատ, որ կարողանում եմ քո տրամադրությունը բարձրացնել։ Կարող ես ցրտին ուզում էի մարոժնի ուտեի, որ հիվանդանայի։ Դու ավելավա մի մտածի, պրոստը կեր։ Լավ։ Բացենք այսօր պատուհանները լվանաս, էլի մարոժնի տամ ընթացքում։ Ես տարավ էի, առավոտները միշտ մաքուր ջուր եմ խմում մի բաժակ, այսօր չէի հասցրել խմել։ Всё, հեսա հաց ենք ուտում, առավոտյան նախաճաշելուց հիմնական կամ ավսյանկա եմ ուտում կաթով կամ ձվածեղ, հիմա ոնց որ ձվածեղի ախորժակ ունեմ։ Ճիշտ է, այդքանը նախաճաշից տեղափոխվել արդեն ճաշի ժամին։ Let's go։ Հենա մաման արդեն գրեչկա էլա դրել, հենց որ իմ նախաճաշի մեջ այսօր գրեչկա էլա լինելու, կպավ։ Հիմա ձեզ ցույց եմ տալիս մամայիս լայվ հակեր։ Չգիտեմ նկատեցիք թե չէ, բայց ձեզ հիմա ցույց եմ տալիս ուշադրություն մամայիս արած լայվ հակեր։ Նասկիով ձեթի շիշ։ Խա ձեթի շիշը նասկիով։ Այդ հարցի մոտ էր առաջամ ինչի է տենց ու մամայից պարզեցի, որ ես նրա համար է, որ ձեռքի հետ ուղղակի չձեթոթվի։ Ընտիր լայվ հակ։ Հոտ չի գալիս չէ։ Հակած նասկի չի։ Ուրեմն իդեալական գլազունոկներ ա եղել, բայց քանի որ ես չեմ սիրում իդեալական գլազնոկ, որ չեմ սիրում գլազնոկ, ես սիրում խառնած, ես սենց կանեմ։ Այսի նորմալ ձվածեղելով։
Ես ինչ վատ լցրեցի։ Պատրաստա պինգ։ Ես չպչպացնում, ախպերս չպչպացնում։ Ձվածեղի հետ ավոկադոն եմ եկել, շատ սիրում առավոտը ուտել, բայց հիմա տան չկա ավոկադո։ Ինչ կա են պետք է ուտեմ։ Յոլա պետք է գնամ։ Գրեչկա փոքր ժամանակ ընդհանրապես չի ուտում, ես վերջերս նոր սկսել եմ ուտել։ Ամենահամով բանը հաց պանիր ու ամռանը հաց պանիր պամիդորն է։ Լոլիկը իմ կարծիքով։ Ինչ եմ ասում ամառը պամիդոր, լոլիկ, որովհետև ամռանը ավելի համով է ու բնական է։ Հաց պանիր ձմերուկ կամ հաց պանիր խաղող։ Ով սիրում է կոմենտներում պլյուս դրեք։ Շատ արագ get ready with me. Shopping. Պետք է գնամ shopping ու ժամանակ չկա, չի խտոտվեց։ Լուքս դուրս գալուց առաջ Յոմներիս հետ մի հատ լողանանք։ Շատ է։ Ասում եմ, գիտեք, ես եղանակից օրինակությունը որն է, որ խոսքի ես անց պալտով եմ, ու իմ համար օրինակ նորմալ է, ես մրցկան եմ, իրական իմ համար նորմալ, բայց մարդկա խոսքի կարճաթևով, sense մայկաներով գնում են, հիմա չգիտեմ, ճիշտ տարբերակը որն է։ Այսօր ոնց որ քայլելու օր է ստացվում, հիմնական ուր գնացինք, ոտքով ենք գնացել։ Ու արդեն հասանք մոլ։ Մի քիչ կշրջենք խանութներով, իրականում տենց կոնկրետ բան չունեմ առնելու, ուղղակի տեսնենք ինչ նորություն կա։ Նայեցինք, ես ինձ բան չգտա, մամաս իրան մի քանի բան վերցրեց, հարսին էլ դե մյուս տարի կառնենք, թող իրա բերած օժիտով այս տարի յոլա գնա։ Խանութներով շրջելուց հետո արդեն հոգնել ենք ու որոշեցինք մի բան ուտել։ Մինչև որոշեցինք ինչ ենք ուտելու ու պատվիրեցինք, այդ ընթացքում շատ հաճելի ու անսպասելի անակնկալ եղավ։ Պատահականորեն հանդիպեցի ձեզանից մեկին, իմ սիրելի պուպուշ հետևորդուհիներից, ու մենք միասին ֆոտո արեցինք։ Այս պահը լցրեց իմ ամբողջ օրը։ Շնորհակալ եմ շատ ձեզ ու սիրում եմ ձեզ շատ։ Հենց հասանք տուն, արագ սենյակս մաքրեցի, թափորտվածությունը վերացրեցի։ Ես չգիտեմ ինչի է տենց, որ ես սենյակից գնում եմ ու հետո հետ եմ գալիս, տեսնում եմ շատ ահավոր վիճակ է մի հատ տիրում իմ սենյակում։ Ոնց որ այս տպավորությունն է, որ մեկը ուղղակի դիտմամբ գա ու իմ սենյակը թափրտի, օրինակ իմ եղբայրը հարազատ։ Շատ իմանամ ինքնայինքը չի, իրա կինն է, երեխեն է։ Մտնում եմ սենյակս ու նորից թափրտում են։ Իսկ ոչինչ որ կինը քո հետ էր այսօր։ Դե կարող է այսօր դու չէիր, բայց ամեն դեպքում այսօր հերթափող կարող է եղբայրս էր։ Դեմքս մաքրով գելողել է սր կլողավ, որ մեյկապս լրիվ դուրս գա։ Փափկացնող կրեմ, դեմքս հանգստացավ այս պահը իրոք շատ եմ սիրում, որ արդեն մաքուր է։ Բարի գիշեր բարեկամներ, ձեր ցավը տանեմ, դուք բաժանորդագրվեք, իսկ ես քնեմ, ձեր ցավը տանեմ։